արմավենու ճյուղերը թափահարելով և իրենց հանդերձները գետնին փռելով գոչում էր մարդկանց մի մեծ բազմություն. Օսաննա, Օսաննա, օրհնյալ է Տիրոջ անունով եկող թագավորը։ Թնդում էր Երուսաղեմը, ցնցվում էին քաղաքի հիմքերը։ Այդ ինչ ձայներ են, ով է շարժում քաղաքը։ Երուսաղեմ, Երուսաղեմ, մարգարեները կոտորող և քեզ մոտ ուղարկվածները քարկոծող, եթե իմանայիր այսօրվա օրը քո խաղաղության մասին, բայց չճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը։ Փառած արքան էր քո մեջ մտնողը, Տերն ամենի, Արարիչը ողջ տիեզերքի, եկել էր նա ոչ թե դատելու, այլ քեզ փրկելու, բայց չընդունեցիր դու նրան որպես փրկիչ, և ոչ ուսուցիչ, այլ սրտումդ դրիր, որ խաչը հանես միակ արդարին։ Երեկո է ահա, ժամն է ընթրիքի, ինչ է կատարվում այս վերնատանը, որտեղ Քրիստոսն է, Տերը ամենի, օ, անհավատարի մի տեսարան է, Հիսուսը հանդերձը մի կողմ է դրել, մի ղենջակ առած իր մեջքը կապել, ու խոնարհվել է այն մարդու առաջ, ով մտադիր է մատնելու իրեն, Հուդա, թույլ տուր լվանամ, ոտքերդ հիմա։ Հավիտենից Աստված, դու անսահման սիրո օվկիան ես, բովանդակ աշխարհը ողողեցիր քո սիրով, դու մարդու հանդեպ ունեցած սիրով աշխարհում ծնվածը թողեցիր երկինքը և եկար մեզ փրկելու համար, դու հավերժությունն ու անմահությունն ես, եկար աշխարհ, որ հավերժին արժանացնես մարդուն, որից մարդը զրկվել էր դեռ դրախտում։ Երկնախոս վարդապետը, սիրո դասեր ուսուցանեցի, այս էին պատվերը, որ սիրեք միմյանց, և եթե դուք միմյանց սիրեք, դրանով կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Հիսուսը քարոզում էր, ով մարդասեր չէ, նա չի կարող աստվածասեր լինել, եթե մարդուն տեսնում է, և չենք սիրում, Աստծուն չենք տեսնում, ինչպես կարող ենք սիրել, քարոզում էր հավատ, դեպի Աստված, հույս, դեպի հավիտենական կյանքը և սեր, դեպի մարդը։ Ով բարի հովիվ, դու քո կյանքը տվեցիր ոչխարների համար և պիտի հովվես այլ ոչխարներ, որոնք քո փառախից չեն։ Վերջին ընթրիքից հետո սրբիչը կապելով մեջքիդ, ծառայաբար լվացիր առաքյալների ոտքերը։ Ով անըմբռնելի լույս, գանձապետ Հուդան
մեղավոր համբույրով մատնեց, և դու ամենափրկիչ Տեր, թույլ տվեցիր, որ քեզ կապեն։ Հիսուսն իրեններին, որ աշխարհքումն են, սիրեց և մինչև վերջ սիրեց նրանց։ Ահա, պարտեզն է Գեթսեման, Քրիստոս տրտմած է մահուչապ, ծնկել է նա պաղ գետնին, աղոթում է տրտմանից, Հայր իմ, եթե կարելի է, հեռացրու այս բաժակն ինձանից, սակայն ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի։ Ժամը հասել է, մատնիչն է մոտենում, իր հետ բերելով զինվորների մի մեծ բազմություն։ Ինչպես կարող էր նա մատնել մեկին, ումից տեսել էր հրաշքներ բացում, թե ինչպես էր Քրիստոսը բժշկում կաղին, բացում աչքերը ի ծնե կույրին, ազատագրում էր դիվահարներին, նույնիսկ հարություն տալիս մեռածին, սաստում էր ծովին ու քամիներին, քայլում արեկոս ջրերի վրա, իսկ Իսկարիովտացին գալիս է, որ մահվան մատնի իր վարդապետին։ Մատնության նշան համբույր դարձավ և գինն էր տրկած, 30 արծաթ, Քրիստոսի հարցն էր Հուդային ուղղված, ընկեր, ինչի համար դու այստեղ եկար, և ինչպես մի ավազակին տանում էին նրան, որ մատեն մահին, Պետրոսն էլ գնում էր նրա ետևից, ընթրիքին ժամին նա վստահաբար հայտարարել էր, որ ինչ էլ լինի, չի ուրանալու Հիսուս Քրիստոսին, բայց մինչ սպասում էին Քրիստոսի դատին, Պետրոսը 3 անգամ ուրացավ իր վարդապետին, և դառնապես լացած նրա աչքերը հանդիպեցին Քրիստոսի սիրո ներող աչքերին։ Չկար ոչ մի հանցանք, որ մեղադրեին Քրիստոսին, հանցանքի գիրն էր նրա թագավոր հրյաների, դե ժողովուրդ ընտրեք, ընտրությունը ձերն է, արդարը թե հանցագործը, մարդասպանը թե մարդասերը, և ժողովուրդը կայացրեց որոշումը, մենք ուզում ենք Բարաբային։ Տարաբաց վերքեր, արարող մի սեր, մեզ կանչող աչքեր, լուր տանջվող հոգի, տրտում երկնքի, տանջված տարվում էր, կարծես տրկացած, գազացած ամբող, մենգուչար ոսող, փափագով մարդիկ խաչերում նրան, նվիրվել էին ապականության։ Երկար ճանապարհ, կատաղած ամբող, ծանր խաչափայտ ուսին Հիսուսի, քայլում էր տխուր, քայլում վիրավոր, բարձանում էր նա սարը դիմացի։ Քայլում էր նա լուր, ոչինչ չէր խոսում, դեպի Գողգոթա տանող այդ ճամփով, և ճանապարհի ամեն մի քարին իր սուրբալյան հետքը թողնելով։ Ծեծվելով ինչպես մեղապատ վերջին, Հիսուս, որ եկավ փրկության համար, ծանր խաչն առած վտիտ ու սերի, դանդաղ քայլում էր դեպի Գողգոթա։ Ընկնում էր հաճախ, այդ չէր դիմանում, մարմինը ցավոտ հարվածների տակ, ծնկներն այլևս չէին ենթարկվում, ինչ ծանր էր խաչը ուսերին դրված։ Փշե պսակը խայթոցների պես առունոտում էր ճակատը վսել, և ապտակները թուքմրի հետ զարկվում էին երեսին լուսել, Եվ շարաչում էր մտրակը մեջքին, և տկարանում ընկնում էր հանկարծ, բայց աղոթում էր նույնիսկ այդ պահին, մեր գարշ մեղքերի թողության համար։ Եվ աղերսում էր հայացքը երկինք, ողորմյա նրանց, ով Հայր իմ բարի, նրանց համար եմ այս խաչը գրել, նրանք բաժին է չարչարանքներիս։ Այլևս ուժ չկար, ու քետնատարած, հազիվ հասկացած սեփական խաչից, փրկիչն է զոհվում աշխարհի առաջ, աշխարհի մեղքը առած ուսերին։ Հասան Գողգոթա, պիտի կատարվեր այն միակ դեպքը այս մեծ պատմության, կորուստ պատճառով մահը պիտի մեռներ
Հիսուսի մեղված ոտքերի առաջ։ Կուրացել էին մարդիկ աչքերով, և ակաժներով խլացել անդարձ, մոռացան կույրի բացված աչքերը և աշմանդամին խոսքով բժշկված։ Մոռացան նույնիսկ 4 օրվա մեռած, հարություն առած, ղազարոսն անգամ, հրաշք, ոչ եղած, ոչ էլ տեսնված, աչքով կույր եղան, սրտով քարացած։ Եվ վերջապես հասավ ժամը, պիտի մեռներ ասովորդին, սա էր միակ այն պայմանը, որով պիտի հաղթեր մահին։ Եվ այդ պահին մթության մեջ, անօգնական ու միայնակ, անպատմելի ցավերի մեջ, Աստծո որդին խաչին գամված, անլոր ցավերն իր մոռացած, առած մեղքը պիղծ աշխարհի, ճանապարհ էր հարթում արյամբ, նաև գալիք սերունդների։ Ոնց է լալիս հոգին դրա, ահ, ոչ մեկը չկորսվի, աշխարհի մեջ այս անիրավ իր այնքան թանկ զավակներից։ Անիծյալ էր խաչի վրա, անգամ հորից, լքված, հեռու, աղոթում էր նա մեզ համար, կյանքի վերջին վայրկյաններում։ Աստծո որդին կախվեց նզովքի փայտի վրա, երկնքի ու երկրի միջև փշեպսակը գլխին, նա խաչի վրա էլ ծաղրվեց, ջրի փոխարեն քացախես տունգ մոտեցրի, մի՞թե օվկիանը կհագեցներ պապակը ծարավ շուրթերի նրա, ով գնում էր մարդկության մեղքերի կապանքները փշրելու։ Ու կաթիլ թափվում էր ընկնում, արյունը նրա այս երկրի վրա, խավարն էր նրան կործանել ուզում, բայց լույսի մեջ էին գործերը նրա։ Եվ թույլ ու տկար գլուխ միջեցրեց, հանձնվեց Աստծո կամք անելու, հոգով իր հոժար, մարմնով ուժասպառ, խնդրում էր հորից, ներում մեզ համար։ Զարմանալի էր նրա սերն ու համբերությունը, ահա խաչվում էր հենց ինքը, ճշմարտությունը, ու խաչողներն էլ մենք էինք, ճիշտ մարդիկս։ Շուրթերը շարժվեցին հանկարծ, ու խաչի մոտ եղողներն այնքան պարզորոշ լսեցին նրա խոսքերը. Հայր, ներիր նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում։ Նրան խաչեցին 2000 տարի առաջ, իսկ ինչ է փոխվել այսօր, արդյոք այլ է մեր ընտրությունը, ինչ կանենք մենք, եթե ապրեինք Հիսուսի օրերում, միթե մենք կընտրեինք ճշմարտությունը, կեղծիքի փոխարեն, ազնվությունը, կեղծավորության փոխարեն, ներումը, ատելության փոխարեն, միթե մենք կսիրեինք դիմացինին մեր անձի պես, կամ էլ Աստծուն մեր ողջ էությամբ, միթե արդարությունը կգերադասեին կաշառքից, քաջալերանքը բամբասանքից, իսկ քանիսս ենք այսօր ապրում այս կերպով, եթե ապրում ենք, նշանակում է մենք իրոք հասկացել ենք նրա խաչելության իմաստը, եթե ոչ, ուրեմն մենք էլ դեռ այն ամբոխի մի մասն ենք, որ հայացքը նրանից թաքցնելով գոչում է, խաչիր նրան։ Ավազակներից մեկը հասկացավ նրա խաչելության իմաստը, մյուսը ոչ, լսվեց Քրիստոսի ձայնը, կատարվեց, տաճարի վարագույրը վերից վար պատրվեց, լսվեց վերջին աղաղակը, Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին, երկինքը մտնեց, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին, և հարյուրապետը և յուրաքանչյուր մարդ, որ այնտեղ էր, սաստիկ վախեցան և ասացին, իսկապես, սա Աստծու որդին էր։ Հիսուս Քրիստոսը ողջ է, խաչի վրա մահանալուց հետո նա չմնաց գերեզմանում, այլ հաղթականորեն հարություն առավ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մատնվեց մեր հանցանքների համար և հարություն առավ մեր արդարացման համար։ Մահն ընկնվեց հաղթության մեջ, ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը։
երբ Գողգոթայի խաչին եմ նայում, մեղքերիս համար խաչվածի տեսնում, միածին որդուն ինձ համար զոհված, իր սուրբ արյունով մեղքերս է ներված, տեսնում եմ վարագույրը կեսից պատրված, սրբության տանող փակուղին բացված, իր սուրբ ձեռքերը գամերով մեխված, և երկինքները խավարով պատված, տեսնում եմ մարդկության մեղքերը ներված, սիրող հայացքը աշխարհին հառած, ներում խնդրված, հայրաստուն ուղված, տեսնում եմ ահա երկինքը բացված, Հիսուս Քրիստոսի հորաչում նստած, որպես բարեխոս, միջնորդ, Սուրբ Աստված, տառապանք տարած ու մահին հաղթած։ Թե կարող ես զոհն այդ ընդունել և առաջին տեղում քո կյանքի դասել, ուրեմն փրկությունը քեզ էլ կհասնի, հավերժությունը Աստծո հետ կանցնի, ուրեմն Հիսուսին ես դու ընդմիշտ դարձել, և նա քեզ համար զուր չի մահացել։ Իմ փրկիչ Աստված, իմ սիրո Աստված, ինձ համար ցավ անարգան կրած, երազանք ունեմ, մի խնդրանք ունեմ, հավիտյան կյանքում քեզ հետ միշտ լինեմ։ Թողած երկնային փառքը հիասքանչ, Հիսուս միջալ, քո տեղը մեռավ, իսկ ո՞րն է իսկական քո տեղը, ով մարդ, քո տեղն այնտեղ էր, սարը Գողգոթա։ Ցարավոտ երկրից և հողսուր հարմատ, ու մատաղատունք պապակած երկրի, դու խոնար հեզգար, երկիր ուղարկված, դու մեղքից մաքուր, պատարակ մեղքի, այն ճանապարհը, որ դու գնացիր, անհնար է հասկանալ, այն հետքերը, որ թողեցիր, հուշում են միշտ ցածրանալ, ինչպես գառնուկ դու մորթվեցիր, երբ դու պատարակ դարձար, խաչի մահով դու մահացար։ Ամեն անգամ, երբ դժվարին ճանապարհ եմ ես անցնում, նայում եմ դեպ Գողգոթա, ասում, դեռ ինչ եմ անցնում, դու, որ բույրն ես վայելչության, անվայելուչ դու դարձար, կենդանության երկրից պոկված սաղկի պես դարձար։ Ամեն անգամ երբ ուզում եմ, նորոգել իմ ուխտը Տեր իմ, տեսնում եմ քո ուխտը կատարված, խոստում կատարյալ վերից, ողորմությամբ ես տեսնում եմ, ամենը դու ես կատարել, և ոչ թե իմ ուխտից է Տեր, քո ուխտն է ինձ միշտ պահել։
Բաց էր քարը տիրոջ գերեզմանի, մարել էր հույսը առաքյալների։ Ու կանայք համբերջ ողբում էին սգում, Հիսուսն էր ննջում ցուրտ գերեզմանում։ Ինչպես դες մտնենք, քարը փորենք, Տիրոջ մարմինը, ինչպես ընկարկենք։ Քարի մոտ էր կանգնել ահա հրեշտակը, կանանց էր տիրել ահն ու սարսափը։ Քարն էր գլորված, գերեզմանը բաց, հրեշտակը նրանց բարի լուրն ասաց։ Մի կանխենակ, գիտեմ, որ խաչյալ Հիսուսին եք որոնում, նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես խոստացավ, և շուտով գնացեք նրա աշակերտներին և ասացեք, թե հարություն առա մեռելներից, և ահա նա ձեզանից առաջ Գալիլեա կգնա, այնտեղ կտեսնեք նրան։ Դատարկ եմ փրկչի գերեզմանը, դրա համար էլ սիրտս ուրախությամբ է լցված։ Նա ով կյանքն է, հաղթել է մահվանը, բլորված է քարը, հոգիս նորոգված։ Մեր Տերը հարություն է արել եւ իր հարությամբ մեզ արդարացրել, հույսով երկնային, լույսով է լցրել, երկնքի դուռն է մեզ համար բացել։ Օ, ցնծացեք, որդիկ մարդկանց, Քրիստոս հարյավ, մեծ հաղթանակ, ընկճեց մահն ու գերեզման, այսօր տոն է սուրբ հարության, եկեք ողջունենք, միմյանց հաղորդենք, տես, Քրիստոս հարյավ, օրհնյալ է Աստված։ Եկեք ողջունենք, միմյանց հաղորդենք։ Քրիստոս է մեր մեջ, հարություն առած։ Երանի նրան, ով որ հավատաց, Աստծո բերանի խոսքն էր կատարված։ Հիմա փրկիչը մերոցյալ, մեր մեջ է կրկին, հարություն առած։ Եկեք ողջունենք, միմյանց հաղորդենք, Քրիստոս է մեր մեջ, հարություն առած։ Քրիստոս հարյավ իմ մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Isus,